Այնպես է ստացվել, որ մենք կոռուպցիայի հետ կապված հարցը քննարկում ենք մարդու իրավունքների պաշտպանության օրվա ընթացքում, ինչը կարելի է ասել բավականին հատկանշական է, որովհետև յուրաքանչյուր դեպքում կոռուպցիան կապված է հենց նախ եւ առաջ մարդու իրավունքի հետ, եւ մենք խնդիր ունենք պաշտպանելու առաջնահերթ մարդու իրավունքը։ Ես չեմ ուզում անպագորգոր դատողություններ անել, խոսել բոլորին հայտնի ճշմարտությունների մասին, ընդամենը ուզում եմ ասել հետևյալը. մենք ունենք հանձնառություն պայքարելու կոռուպցիայի դեմ եւ առնվազն քաղաքականության մշակման եւ կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգի ստեղծման տեսանկյունից բավականին մեծ աշխատանք ենք կատարել։ Այս եւ հաջորդող տարիների մեր աշխատանքը նվիրված է լինելու կոռուպցիայի դեմ պայքարող ինստիտուտների կարողությունների զարգացմանը, ավելի թափանցիկ պետական ապարատ ունենալուն, ավելի թափանցիկ կուսակցությունների ֆինանսավորման հնարավորություններ սահմանելուն, ազդարարման համակարգը բարելավելուն եւ մի շարք այլ ուղղություններով բազմաթիվ միջոցառումների կատարմանը, որոնք ընդգրկված են հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակներում։ Հաջորդ տարվանից մենք ունենալու ենք արդարադատության ոլորտին առնչվող մեծ ռազմավարական փաստաթուղթ, որտեղ միարժեքորեն կոռուպցիայի դեմ պայքարը ընդգրկված է լինելու առանձին ռազմավարական ծրագրի շրջանակներում։ Ես շատ հաճախ հանդիպում եմ երիտասարդների հետ եւ ի ուրախություն ինձ պետք է նշեմ, որ իրենց ընկալումները տարբեր հարցերի եւ հատկապես կոռուպցիայի հետ կապված շատ տարբերվող են նույնիսկ իմ սերնդակիցների կարծիքից, ինչու եմ ասում նույնիսկ իմ, որովհետեւ ես էլ եմ համարվում երիտասարդ եւ մեծապես տարբերվող են ավելի ավագ սերնդի կարծիքներից, ինչը շատ ոգեշնչող եւ հույս ներշնչող է։ Այդ քննարկումների ընթացքում մենք տարբեր իրավիճակներ ենք փորձում մոդելավորել եւ այդ իրավիճակներից մեկը վերաբերում է հետեւյալ հանգամանքին, ունի հարցադրման տեքստ, իհարկե ես չեմ հորինել միջազգային հայտնի բանախոսներից մեկի հեղինակային իրավունքն է սա, որը ասում էր, որ յուրաքանչյուր դասախոսություն, որը վերաբերում է կոռուպցիային, ես սկսում եմ հետևյալ հարցադրմամբ, որն է ավելի վտանգավոր հանցանք, սպանությունը թե կոռուպցիան։ Որպես կանոն, յուրաքանչյուր լսարանում 90 եւ ավել տոկոսը միանգամից պատասխանում է սպանությունը։ Առանց խորանալու կոռուպցիայի ձևակերպման, կոռուպցիայի հետևանքների մեջ եւ հաջորդիվ բանախոսի կողմից, այդ թվում հիմա նաեւ իմ, բերվում են օրինակներ, թե ինչպիսի աղետալի հետևանքներ կարող է ունենալ կոռուպցիան։ Օրինակ բերվում է կոռուպցիոն հանգամանքներում կառուցված կամուրջի օրինակը, որը փլվում է մահ պատճառելով կամուրջի վրա գտնվող շատ անձանց։ Եվ այս օրինակները, որ քննարկում են, կամ օրինակ, չգիտեմ, հումանիտար օգնությունը տեղ չի հասնում, որովհետև պաշտոնատար անձինք դրա ընթացքում որոշակի գործարքների են գնացել կոռուպցիոն բնույթի։ Կամ օրինակները բազմաթիվ են, չեմ ուզում դրանցով ձեզ ծանրաբեռնել։ Հաջորդիվ լսարանում պատկերը խիստ փոխվում է եւ մարդիկ սկսում են մտածել, թե իրականում ինչպիսի ծանր հանցանք է կոռուպցիան իր բոլոր հնարավոր դրսևորումներով։ Եվ դա է պատճառը, որ պետությունները որդեգրում են զրո հանդուրժողականություն կոռուպցիայի դեմ վարքականոնը, որը այնպես չի, որ պարտադիր է, որ փայլուն կերպով գործի։ Գաղափարական եւ կամքի տեսանկյունից պարտադիր է, որ դա լինի եւ դա ընդունվի։ Եվ վերջնարդյունքը պարզ է, որ չի լինելու կոռուպցիան արմատախիլ անելը, բայց դա ծառայելու է կոռուպցիան եւ կոռուպցիոն ռիսկերը զսպելու համար։ Եվս մեկ ֆենոմենի մասին կուզեմ խոսել,
Մենք ինչքան շատ ենք խոսում կոռուպցիայի եւ կոռուպցիայի դեմ պայքարի մասին, ինչքան շատ ենք հրապարակում կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ տեղեկություններ, մեր մամուլը ողողված է, այսօր ձերբակալվեց այսինչ անձը, չգիտեմ, կաշառք վերցնելու մեղադրանքով, լիազորությունների չարաշահման մեղադրանքով եւ այլն, տպավորություն է ստեղծվում, որ կոռուպցիայի մակարդակը աճում է։ Բայց սա միանշանակ չէ, որովհետև կոռուպցիայի մասին խոսելը եւ կոռուպցիոն բնույթի արարքների բացահայտման մեխանիզմների առկայությունը եւ այդ դեպքերի բացահայտումը դեռևս չի նշանակում, որ կոռուպցիան աճել է։ Գուցե դա այլ բանի մասին է խոսում, դա խոսում է, որ կան մեխանիզմներ, որոնք ունակ են հայտնաբերելու նմանատիպ հանցավոր կամ արատավոր երևույթներ։ Ես իմ պաշտոնում որպես քաղաքականություն մշակող եւ որպես ուղղակի մարդ, որը մեր պետական ապարատի պրոցեսներից հեռու չի, իրականում տեսնում եմ որոշակի պրոգրես, իհարկե այդ պրոգրեսը խոշոր քայլերով չի լինում եւ յուրաքանչյուր պրոգրես պահանջում է ժամանակ։ Բայց ամենակարևորն այն կամքն ու հանձնառությունն է, որը մենք ունենք, որը դուք եւ յուրաքանչյուր քաղաքացի կարող է տեսնել։ Ես ուզում եմ խոսել եւս մեկ բանի մասին եւ ավարտեմ, որպեսզի ունենանք բովանդակային քննարկում։ Այս տարվա Գրեկոյի գնահատման 5-րդ շրջափուլի համատեքստում մենք ունենք մի շարք հանձնառություններ, որոնք վերաբերում են ավելի հաշվետվողական, ավելի թափանցիկ համակարգեր ունենալուն։ Դրանց մեջ կա պարտականություն ընդունելու լոբինգի դեմ պայքարի մասին օրենք, կա պարտականություն ընդունելու այնպիսի օրենսդրական ակտ, որով հնարավորություն կլինի հրապարակել բարեվարկության վերաբերյալ եզրակացության եզրափակիչ մասը, որպեսզի քաղաքացիների համար ավելի կանխատեսելի դառնա պետական մարմիններում պաշտոնների նշանակումը կամ պաշտոններում առաջխաղացումը։ Կա նաև պահանջ սահմանելու բարձրաստիճան պաշտոնատար անձանց մինչև պաշտոնում նշանակվելը, շահերի բախման իրավիճակների բացահայտման հետ կապված հարցերը եւ այլն։ Եվ ձեզ ուզում եմ վստահեցնել, որ այս բոլոր ստանձնած պարտավորություններով մենք ունենք առաջընթաց, մասնավորապես իմ կողմից նշված բոլոր կամ գրեթե բոլոր նախաձեռնությունները այլևս հաստատվել են կառավարության կողմից եւ մենք առաջիկայում ազգային ժողովում հնարավորություն կունենանք այս նախագծերը քննարկել։ Ունենք առաջընթաց մի շարք ոլորտներում, որոնց կանդրադառնա պարոն Քոչարյանը։ Ուզում եմ նշել նաեւ, որ շատ ակտիվացել է հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի աշխատանքը, որպես մոնիտորինգ իրականացնող մարմին։ Մենք նախորդ ամսվա ընթացքում, եթե չեն սխալվում, ունեցել ենք նիստ, հաջորդ ամսվա ընթացքում եւս նախատեսում ենք մեկ նիստ ունենալ, այս ամսվա ընթացքում ներողություն եմ խնդրում։ Նպատակը նաև քննարկելն է այն հնարավոր փոփոխությունները, որոնք կարելի է անել կուսակցությունների ֆինանսավորման եւ ոչ միայն կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկության, այլ այն բոլոր քաղաքական նախաձեռնությունների ֆինանսավորման թափանցիկության հետ կապված, որոնք որ կան գործում են, բայց կուսակցություն չեն կամ դեռ կուսակցություն չեն եւ այլն, որովհետեւ մենք բախվում ենք այս ոլորտում շատ հաճախ խնդիրների։ Մարտահրավերներից խոսելով պետք է խոսեմ նաև ապատեղեկատվության շատ բարձր մակարդակի մասին այս պահի դրությամբ մեր երկրում, որի մասին միայն ես չի որ խոսում եմ եւ ես չէ որ նկատում եմ։ Այս առումով եւս շատ անելիք ունենք, նախ անելիքը իրական շահառուների ինստիտուտի կատարելագործման մեջ է, այսինքն բոլոր կազմակերպությունների, այդ թվում զանգվածային լրատվական միջոցների, իրական շահառուների ճշգրիտ բացահայտումը ինչ որ առումով կձևավորի այնպիսի միջավայր, որ քաղաքացին, գոնե այն քաղաքացին, որը ունի իրավագիտակցության միջինից բարձր մակարդակ, հնարավորություն կունենա ֆիլտրելու եւ գնահատելու կարդացած նորության հավաստիության մակարդակը եւ ընկալելու, թե որքանով է դա ուղղորդված այս կամ այն մարդկանց, ուժերի կամ չգիտեմ, այլ երևույթների կողմից։
Ես ունեմ եւ կարծում եմ բոլորս ունենք մի բարձ ցանկություն, որ ապագայում մեր երեխաները մեծանան շատ ավելի առողջ հասարակությունում եւ մենք մեր աշխատանքը կառուցում ենք հենց այդ գաղափարի շուրջ։ Մաղթում եմ մեզ հաջող պրոդուկտիվ քննարկում, եւս մեկ անգամ բոլորի շնորհավորում եմ Մարդու իրավունքների պաշտպանության օրվա առթիվ, ինչպես նաեւ փոքրինչ ուշացումով կոռուպցիայի դեմ պայքարի օրվա առթիվ։